Բարև ձեզ, հանրային ձայնը ինչպես միշտ սկզբունքներին չդավաճանելով գնում ենք կառուցողական տարբերակով եւ եւս մեկ նախագիծ, կարելի է կոչել լրացում նախագծին, որը վերաբերվում է կարամ կարդամ, կարամ բացատրեմ, որտեվ հարց տվողներ շատ կլինեն, հանձնաժողովին շատեր, բայց ամեն դեպքում ասեմ։ Երևան համայնքում 10% համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, այսինքն երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար զինվորական ծառայության հետ պատճառական կապով եւս սահմանել անվճար։ Որպեսզի շատ երկար չկարդամ, բացատրեմ։ Տարբեր խմբեր կային, որոնց որ արտոնություններ տրվեցին անվճար, ոնց որ ուզում եք, ինչումներ խնդիրը։ Առաջի երկրորդ կարգի հաշմանդամները արտոնություն ունեն։ Զինվորականները մենք գիտենք, ոնց նախկինում ներկա պահին էլ անվճար բնեի աշխատողները երթևեկում են, մեր զոհվածների ընտանիքների համար տրվեց արտոնություն, նորից մեր լրություն դահլիճում էլի։ Հա, ես դες ուզում եմ հասկանամ։ Փոխել են երևի ոճը։ Ուրեմն մնացել էր մեր կարծիքով էլի խոցելի խմբեր կան, բայց իմ կարծիքով, հանրային ձայնի կարծիքով, սա այն մարդկանց համար է անվճար տրանսպորտի երթևեկությունը ամբողջ Հայաստանի տարածքում գրանցվածների բոլոր մարտական գործողություններին մասնակցած եւ այդ ժամանակ վիրավորում ստացած, որ վերջում ստեղ ունենում են երրորդ կարգ, հա, մեր ժողովրդական ասեն, որ երևանցիներն ու մնացած Հայաստանի բնակիչները հասկանան, թե ինչի մասին է նախագիծը, որտեղ ստեղ շատ տերմինոլոգիայով է գրած, հատուկ այդ երրորդ կարգի մասին է խոսքը գնում։ Ես կարծում եմ, որ նմանատիպ շնորհակալություն մենք բոլորս ունենք տալու այն մարդկանց, ովքեր առանց մի ակնթարթ մտածելու գնացել են, պայքարել են 90-ականներին, 16 թվականին, 44 օրյայի ժամանակ եւ կորցրել են իրենց ինչ-որ առողջության մի մաս, ասենց ասեմ։ Ես վստահ եմ, որ այդ մարդկանց համար իրանք կորցրել են այն ինչ որ կարայինք մենք չկորցնեինք կամ ով որ չի մասնակցել կամ շատ չմտնենք ոնց որ խորանանք հիվանդությունների մասին, ստեղ ավելի մանրամասն է գրած, դրա համար եմ ասում, սա երրորդ կարգն է եւ առաջարկում եմ մեր այս լրացումով, որ նրանք երթևեկեն մեր տրանսպորտով անվճար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ավագյան։ Խնդրում եմ բոլորիդ դրական քվեարկեք իմ նախագծին, հանրային ձայնի, շնորհակալություն։ Սպասենք դուք հասնեք ձեր տեղը, նոր հայտարարեք քվեարկություն, որտեղ ես էլ ընդեղից եմ քվեարկելու։ Քվեարկություն։ 51-ով նախագիծը ընդունվեց։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։